Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում և առաջարկում բաժանորդագրվել և իմանալ ինչպես երջանիկ լինել։ Երջանկությունը յուրաքանչյուրի երազանքն է, բայց շատերը չեն հասկանում, որ երբեմն երջանկությունը ոչ թե այնինչ անում ես, այլ այնինչ չես անում։ Կյանքում կան բաներ, որոնց մասին լռելը ոչ թե թաքցնելու նշան է, այլ իմաստության։ Եթե ուզում ես պահպանել քո խաղաղությունն ու երջանկությունը, հիշիր, կան 4 բաներ, որոնց մասին չարժե պատմել ոչ մեկին։ Առաջինը դա քո ապագա պլաններն են։ Երբ դու պատմում ես քո պլանների մասին, շատ հաճախ մարդիկ արձագանքում են ոչ թե ուրախությամբ, այլ նախանձով կամ անվստահությամբ։ Նրանցից ոմանք գուցե անկեղծորեն չեն հավատա քո հաջողությանը, իսկ նրանց կասկածները կարծես սառը քամի սկսում են հանգցնել քո ներսի կրակը։ Բայց երբ լռում ես, քո նպատակները մնում են քո ուժի աղբյուր։ Լռությունը պաշտպանություն է ինչպես պատը, թող քո պլանները խոսեն ոչ թե բառերով, այլ արդյունքներով։ Երբ ամեն ինչ ավարտվի, մարդիկ իրենք կհարցնեն՝ ինչպե՞ս հաջողվեց։ Երկրորդ՝ քո բարեգործության և բարի գործերի մասին։ Իրական բարի գործը չի պահանջում ծափահարություններ։ Երբ պատմում ես ում ես օգնել, ինչ ես նվիրաբերել կամ ինչ ես արել լավ գործի համար, այդ արարքը կորցնում է իր հոգևոր արժեքը։ Բարի գործը մաքրվում է լռության մեջ։ Երբ օգնում ես մեկին առանց սպասելու շնորհակալության կամ փառքի, տիեզերքը դա նկատում է լուռ, անտեսանելի, բայց միշտ արդար ձևով։ Իսկ երբ փորձում ես ցույց տալ՝ տեսեք ես ինչ լավն եմ, դու անգիտակցաբար փչացնում ես քո իսկ սրտի մաքրությունը։ Որքան քիչ խոսես քո բարիքների մասին, այնքան ավելի շատ բարիք կվերադառնա դեպի քեզ։ Քո անձնական կյանքի մանրամասները երբեք մի պատմիր ոչ ոքի։ Ամեն մարդ ունի անձնական տարածք, որտեղ պետք է մտնեն միայն նրանք, ովքեր իսկապես սիրում են քեզ։ Երբ սկսում ես պատմել, թե ինչ է կատարվում քո ընտանիքում, հարաբերություններում կամ սրտում, դա թույլ ես տալիս ուրիշների էներգիային խառնվել քո կյանքին։ Մարդիկ միշտ ունեն կարծիք, միշտ փորձում են խորհուրդ տալ կամ քննադատել, բայց քո հարաբերությունները նրանց դասագրքից չեն։ Դու ես գրում քո պատմությունը, ուրեմն պահիր քո անձնական կյանքը ինչպես փխրուն ծաղիկ, քամուց պաշտպանված։ Որքան քիչ մարդիկ իմանան ինչ է կատարվում ներսումդ, այնքան կայուն կլինի քո երջանկությունը։ Մի պատմիր երբեք քո ներքին ցավերն ու անհաջողությունները։ Այո, երբեմն ցավը մեծ է, երբեմն ուզում ես կիսվել, որպեսզի թեթևանաս, բայց ոչ բոլորը կարող են հասկանալ քեզ։ Ոմանք պարզապես լսում են հետաքրքրությունից, ոմանք համեմատելու, իսկ ոմանք դատելու համար։ Ցավդ պատմիր միայն նրան, ով կարող է օգնել ոչ թե խոսքերով, այլ գործով։ Երբ դու սովորում ես հաղթահարել ցավդ ինքդ առանց անտեղի խոսելու, դու դառնում ես ուժեղ, հասուն և ազատ։ Երբ լռում ես, քո ներքին ուժն աճում է, երբ խոսում ես, ավելի շատ այն ցրվում է։ Այնպես որ երջանկությունը պահանջում է պաշտպանություն։ Այն չի սիրում աղմուկ, ցուցադրություն կամ դատարկ խոսքեր։ Լռությունը դա ուժ է, համբերությունը իմաստություն, և ինքնավստահությունը երջանկության բանալին։ Մի պատմիր ամեն ինչ բոլորին, թող որոշ բաներ մնան միայն քո և Աստծո միջև։ Երբ դու սովորում ես լռության ուժը, աշխարհը սկսում է խոսել քո փոխարեն, քո գործերով, քո ժպիտով, քո խաղաղ հայացքով։ Եվ հենց այդ պահին կհասկանաս, որ դու իսկապես երջանիկ ես։ Բոլորս ուզում ենք լինել երջանիկ, բայց հաճախ չենք նկատում ինչն է խանգարում մեզ։ Երբեմն երջանկությունը չի գալիս նոր բաներից, այլ գալիս է այն ժամանակ, երբ դադարեցնում ենք սխալ սովորությունները։ Եթե ցանկանում ես պահպանել քո երջանկությունը, հիշիր, կան բաներ, որոնց մասին ավելի լավ է ուղղակի լռել։ Իսկ դու գիտես, որ լռությունը ուժ ունի։ Մարդը, ով սովորել է լռել, երբ պետք է դառնում, ինքն է իրեն տեր։ Լռությունը ոչ թե թուլություն է, այլ ուժի ամենաբարձր ձևը։ Երբ բոլորը խոսում են, իսկ դու լռում ես, դու սկսում ես լսել ոչ թե ուրիշներին, այլ քո ներսի ձայնը։ Այդ ձայնը երբեք չի ստում։ Այն գիտի ով ես դու իրականում, ինչ ես ուզում և ինչից պետք է հեռու մնաս։ Բայց այսօրվա աշխարհում լռելն ավելի դժվար է, քան խոսելը։ Մարդիկ միշտ ուզում են պատմել՝ ուր են գնում, ինչ են անում, ում են հանդիպել։ Սոցիալական ցանցերը սովորեցրել են մեզ բացել ամեն դուռ, նույնիսկ այն դռները, որոնք պետք է փակ մնային։ Մենք սկսել ենք ապրել ոչ թե իրական կյանքով, այլ ցուցադրությամբ։ Բայց հիշիր, ոչինչ այնքան արագ չի վերանում, որքան այն, ինչը ցուցադրվում է բոլորին։ Սերն էլ, հաջողությունն էլ, երազանքն էլ պահանջում են լռություն, որպեսզի աճեն։
Լուռ մարդը տեսնում է այն, ինչ մյուսները չեն նկատում։ Նա նկատում է, ինչպես է մթնում օրը, ինչպես է ծաղիկը փակվում երեկոյան, ինչպես են մարդիկ խոսում, երբ մտածում են, որ ոչ ոք չի լսում իրենց։ Լռությունը բացում է աչքերը, այն թույլ է տալիս հասկանալ մարդկանց առանց խոսքերի։ Երբ դու սովորում ես լսել, այլևս կարիք չունես խոսելու, համոզելու համար։ Քո ներկայությունը դառնում է խոսք առանց բառերի։ Լռությունը պաշտպանում է քո հոգին։ Մարդկանց աշխարհում շատ է աղմուկը, կարծիքներ, դատողություններ, քննադատություններ։ Եթե սկսես արձագանքել ամեն մեկին, քո հոգին կդառնա խառնաշփոթ, բայց երբ սովորում ես չարձագանքել ամեն խոսքի, դու պահպանում ես քո խաղաղությունը։ Դու հասկանում ես, ոչ բոլորն են քեզ հասկանալու եւ դա նորմալ է։ Երբ ինչ-որ մեկը փորձում է քեզ վիրավորել, իսկ դու լուռ լսում ես, նա կորցնում է ուժը։ Քո լռությունը դառնում է վահան։ Դու թույլ չես տալիս, որ ուրիշի նեգատիվը քո մեջ մտնի։ Երբ մարդը վստահ է ինքն իրեն, նրան այլևս պետք չէ խոսել իր արժեքն ապացուցելու համար։ Նա գիտի ով է, ինչ է արել եւ ինչի է արժանի։ Լուռ մարդը երբեմն կարող է թվալ թույլ, բայց իրականում նա պարզապես չի ցանկանում վատնել իր էներգիան դատարկ բաների վրա։ Ամեն ուժեղ մարդ ունի իր լռության պահը։ Այն պահերը, երբ նա ընտրում է չպատասխանել, չբողոքել, չպարտադրել, այդ պահին նա ստեղծում է իր աշխարհը հեռու աղմուկից ու դատողությունից, եւ հենց այդտեղ էլ ծնվում է երջանկությունը։ Մարդիկ հաճախ փնտրում են երջանկությունն ուրիշի աչքերում, բառերում կամ գնահատականներում, բայց իրական երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարեցնում ես ապրել ուրիշների սպասումով։ Երբ սկսում ես լսել քեզ ոչ թե բոլորին, երբ ընդունում ես, որ ոչ ոք պարտավոր չէ հասկանալ քո ուղին, երբ դու դառնում ես քո լավագույն ընկերը, աշխարհը սկսում է փոխվել։ Քո հոգին հանգստանում է, մտքերդ մաքրվում են, եւ դու զգում ես խաղաղություն, որ ոչ մի փառք կամ գումար չի կարող այն տալ։ Եթե ուզում ես լինել երջանիկ, մի պատմիր քո երազանքների մասին, մինչև դրանք չդառնան իրականություն։ Մի խոսիր քո բարի գործերի մասին, թող Աստված լինի դրանց վկան։ Մի բացիր քո անձնական կյանքը ոչ մեկի առաջ եւ մի բողոքիր քո ցավից, բուժիր այն լռությամբ։ Եվ ամենակարևորը, սովորիր լռության արվեստը։ Այն կդարձնի քեզ ավելի խորը, հանգիստ եւ իմաստուն։ Լռությունը չի նշանակում, որ դու չես խոսում, այն նշանակում է, դու խոսում ես միայն այն ժամանակ, երբ դա իսկապես անհրաժեշտ է։ Եվ հենց այդ պահին, երբ դու լուռ ես, բայց հասկանում ես ամեն ինչ, երբ սիրտդ խաղաղ է նույնիսկ աշխարհի աղմուկի մեջ, դու կհասկանաս, այս է իսկական երջանկությունը։